Ասեմ, սա հրաշալի հնարավորություն է օրհնվելու իրականում։ Ես արդեն երրորդ մարտն է, որ հանդիպում եմ Պարսկահայ ու իրանցից յուրաքանչյուր օրհնել է ինձ։ Եվ հավատում եմ, որ երրորդ մարտն էլ է օրհնելու։ Դա Էդվարդ եղբայրն էր Պարսկաստանից, Ռաֆի եղբայրը, որ այսօր տիրոջ հետ է, եւ Ալֆրեդ եղբայրը։ Բարի գալու Ստեփանավան, մեր մեջ, Տեր օրհնի ձեզ, կարող եք մոտենալ եւ ծառայել Աստծո ժողովրդին։ Ասեմ, որ այսօր պետք է ուրիշ երգ լինի, պատրաստ եղեք, որ հանգարցակի կերկվի։ Բարև ձեզ բոլորիդ, Աստծո ժողովուրդ։ Տեր Հիսուս քեզի փառք ենք տալիս, շնորհակալ ենք այսօրվա համար, այս ժամը օրհնի, մեզի Սուրբ Հոգովդ լեցու, առաջնորդի եւ թող որ քո եկեղեցին քեզի փառավորի, քեզի մեծարի, որտեղ դու միայն արժանի ես երկրպագություն, տերերի Տերը եւ թագավորների թագավոր։ Այս բոլորը խնդրեցինք այն հրաշալի անունի մեջ, երկնքում, որ որևէ անունից ավելի բարձր է մարդի փրկության համար, Հիսուսի սքանչելի անունի մեջ, ամեն։ Նստում են, թե կայնած են։ Ամեցեք։ Ուրեմն մի կարճ ինքս ինձ ներկայացնեմ, շնորհակալ եմ այսօրվա համար, Կակիկ եղբայր եւ քույր Լաուրա, այս հրավերի համար։ Շատ ուրախ ենք, որ կարող ենք սրանից հետո ավելի մտերիմ հարաբերություն ստեղծենք եւ ունենանք համագործակցություն Աստծո փառքի համար, Աստծո արքայությունը տարածելու համար։ Եվ մի փոքր ինձ ներկայացնեմ, ես ծնվել եմ Պարսկաստանում, կինս էլ Ռոզան եւ մեր զավակները տղաս ուր է Թեդին։ Թեդին 2000-ին է ծնվել։ Նույն Թադեոսն է, Թեդի եւ աղջիկը Սերլի 2002-ին։ Սերլի նշանակում է սիրով լի։ Երկուսն էլ ամերիկյան համալսարան են ավարտի, տղես բիզնես եւ աղջիկս անգլերեն եւ հաղորդակցություն։ Եվ մենք 2012-ից Հայաստանում ենք, ինչ պատճառ եղավ, մենք մեր կամքով չեկանք Պարսկաստան, ես 1991-ին բանակից հետո ապաշխարեցի, երբ որ գնացի եկեղեցի Թեհրան քաղաքում, մայրաքաղաքում եւ եղբայրության եկեղեցի եւ այն ժամանակից սկսեցի Տիրոջը ծառայել, համարյա մի 2 տարից հետո սկսեցի տարբեր ծառայություններ անել, մոտ 35 տարի է եւ մի քանի տարի որ մենք հենց այսպես ազատ ենք աշխատում եւ եկեղեցում ծառայում, կնոջս հետ ծանոթացա, կինս հոգեկարստական եկեղեցուց էր եւ ամուսնացանք եւ դրանից հետո անցանք ծառայության 1999 full time լրիվ ժամով սկսանք եկեղեցում ծառայել եւ այդ պահից սկսեցինք ավելի շատ ավետարանչություն անել պարսիկների մեջ սկզբից սկսեցի հայերի մեջ ավետարանչություն անել, բայց տեսա արձագանք շատ չկա եւ որտեղ բողոքական եկեղեցիների դիմաց հատուկ մտածելակերպ կա իրանց մեջ, հայերի մեջ մի օր գնացի եկեղեցի, առաքելական եկեղեցում, չգիտեմ ինչ գործ ունեի, տեսա որ պարսիկներ գալիս են եկեղեցում եւ մոմ են վառում, փող են գցում այդտեղ եւ հիմնական պատճառը որ դուր բացին թողնում պարսիկների համար այդ փողն էր, որտեղ գիշեր որ գալիս էր երեկոյան մի 3 հատ տոպրակ փող հավաքում էին այդ գանձանակի տակից ու տանում էին։ Մոմ էլ որ վաճառում էին, էլ իրանց օգուտ էր, բայց էլի փառք Աստծո որ դուռը բաց էր, մարդիկ որ ծառավին գալիս են դե։ Ես նկատեցի որ պարսիկներ գալիս են ծառավ են։ Եվ մտածեցի որ ինչի պարսիկների մեջ ավետարանչություն չանեմ։
Եվ սկսեցի պարսիկների մեջ ավետարանչություն անել եւ դրանից հետո գնում եմ առաքելական եկեղեցում, կենտրոնական եկեղեցի էր եւ ժամերով նստում եմ մոթորների վրա, ով որ աղոթում եմ, ով որ պարսիկ տեսնում եմ շատ ծարավա, իր հետ գնում եմ դուրս, երբ որ դուրս էր գալի եկեղեցուց, գնում եմ եւ մոտենում եմ, բարևում եմ, ես քեզ տեսամ եկեղեցում, իմ ուզում քեզ նվեր տամ, ավետարան իմ տալիս եւ ուրիշ բաներ ավետարանչություն իմ անում։ Եվ այդպեսի սկսեցին պարսիկներ ապաշխարել, շատ պատմություններ կա, պատմություն չի իրականություն է, կյանքի վկայություններ, որ ժամը կարճ է, գուցե մի օր մի հատ գիրք գրեմ այդ մարդկանց վկայություններից, որ ինչպեսի հրաշքով պարսիկները, մուսուլմանները քրիստոնյա են դառնում։ Հեղափոխությունից հետո Սուրբ Գրոց ընկերությունը Պարսկաստան փակեցին եւ Սուրբ Գիրք էլ չէր տպվում։ Եվ որտեղ որ ես նկատել եմ Սուրբ Գիրք թույլ չեն տալի տպվի, Տերը ինքը անձամբ մարդկանց այցելում է։ 90% այդ պարսիկներ, որ գալիս են, քանի օր մանին գալիս, մինչև մեր եկեղեցին գտնում են, եկեղեցին մի հատ նրբանցքի մեջ էր, շատ պիտի ման գայր, որ մինչև գտնեիր։ Եվ հետո դրանից հետո, երբ որ դուրը թակում են, մոտենում են, դուրը բացում են, ասում են, որ խոսում ենք, այդպես էր պարզվում բանը, որ իրանք նախապես Տեր Հիսուսը երազում իրանց այցելել է եւ իրան ասել դու պիտի ինձի հետևես։ Եվ գալիս են եկեղեցի եւ եկեղեցին գտնում են, ապաշխարում են եւ հենց նույն ժամանակ էլ ավետարանչություն են կանում պարսիկների մեջ եւ սկսեցինք տնային եկեղեցիներ պարսկախոսների համար սկսանք, Աստված շատ հրաշքներ գործեց, բայց 2012-ին Պարսկաստանի գաղտնի պոլիսը 5 հոգով եկան մեր տուն եւ իմ ամեն ինչ որ ունիմ մատերիալները, Սուրբ Գիրքը, դաժե մեր ալբոմներից նկարներ, իմ հեռախոսը շատ բաներ վերցրան եւ ասան ինչ լապտոպը նոթբուքը վերցրան եւ ասացին որ 2 օրից հետո պետք է գաս դատարան, այդ հիմնական դատարանն էր իրանցը, որ բանտի մոտ էր եւ գնացինք ասա որ դու քանի հոգու ես մկրտե պարսիկներ։ Իրականում ես չի մկրտում, որտեվ այդ բանում իրանք շատ ազգայուն են, մինչև այն ժամանակ որ չես մկրտում, էլի համբերում են, բայց երբ որ մկրտում ես, ասում են որ իրանք արդեն քրիստոնյա են դարձել։ Չենք մկրտում, բայց եւ ասեցի որ ոչ մեկին, բայց ասեցին որ մենք այսքան դոկումենտ ունենք քեզանից, այս քանի տարիների ընթացքին։ Դու Ամերիկայի լրտես ես, դու պետք է բանտ գնաս, քեզ պիտի կախաղան բարձրացնենք եւ այդպես բաներ։ Նույն ընթացքին եկեղեցի ընկինս Ռոզան քույրերը աղոթում են եկեղեցում, մի քանի ժամ տևավ այդ հարցաքննությունը, շատ ճնշում կար իմ վրա, բայց հետաքրքիր էր որ քանի ժամից հետո այդ հարցաքննիչը մեկ անգամից ճիշտ գժվեց։ Կացավ ու ասավ, հավաքի գնա, իր ապրանքները տվեք թողեցան։ Գնա, սպասի միջը մեր զանգին, ես զարմացամ։ Ով գնում էր տեղ, գոնե մի 10 տարի պետք է մնար տեղ։ Մեր քույր եղբայրներ կան, հիմա 10 տարի բանտ են իրանց կտրել, որ նստում են։ Ով գնար դուրս գալ չկա։ Եվ հրաշքով Աստված թույլ տվավ որ դուրս գամ եւ մեր հովիվների հետ խոսեցինք, ասան որ ավելի լավ է որ Պարսկաստանից դուրս գաս, ես եկա Հայաստան եւ դրանից հետո 2012-ին կինս մի երեխեքը մի 10 օր հետո եկան Հայաստան, 3 տարի ու կես մնացինք Հայաստան, դրանից հետո գնացինք Թուրքիա, մեր աշակերտները այնտեղ փախստական են դիմե ասեցին Ալֆրեդ եղբայր արի ստեղ եկեղեցի սկսի եւ գնացինք Փառք Աստծո 5 տարի Թուրքիայում ծառայեցինք 7 հատ քաղաքներում եկեղեցիներ սկսանք եւ ես քանի 4-3 մոտ 3 տարի ամեն շաբաթ Իստանբուլից թռնում եմ գնում եմ Անտալիա Էմիսոր գնում եմ այդտեղ քարոզում եմ Էմիսոր գնում եմ Ալանիա հետո հետին վերադառնում Անտալիա, էլի հետ թռնում եմ գայս եմ Իստանբուլ։ Մի շաբաթ գնում եմ, էլի թռնում եմ գնում Դենիզլի, քաղաքը այդտեղ քարոզում եմ կամ ավտոբուսով եմ գնում ու
Εμείς գնում Օշակ քաղաքը ու երեք հատ ուրիշ եկեղեցի ունի, այդպես անդադար գնալ գալու մեջ։ Եվ փառք Աստված առիթ տվա, որ այդտեղ ծառայենք, շատ ավետարանչություններ անենք, շատ փորձառություններ ձեռք բերանք տեղ, եւ դրանից հետո 2015-ին նորեն վերադարձանք Հայաստան, 2020-ին վերադարձանք, ասում երբ որ ես սխալվում եմ նախքան Սուրբ Հոգին ինձ այնձի հանդիմանում 2020-ին վերադարձանք Հայաստան եւ այս սովորեցի որ որտեղ գնամ պետք է զերոյից սկսեմ եւ սկսեցինք նորեն զերոյից ավետարանչություններ փողոցներում եւ Երևանում եկեղեցի սկսեցինք պարսկախոս պարսիկների համար, որ իսլամից դառնում են քրիստոնյա։ Եվ այդպես հիմա այսօր Երևանում ապրում ենք, ծառայություններ ունենք, նոր տարվա օրերին մեր ավետարանչության խումբը մոտ 700 ավետարան բաժանեցին պարսիկների մեջ եւ 57 հոգի իրանց սիրտ հանձնեցին Տիրոջը։ Եվ մտածեք մի 1000 հոգու մինիմում կապ են ստեղծի խոսացեն են, որ այդպես արդյունք հաստատվի։ Եվ նմանապես գնում ենք փողոցներում, կենտրոնական փողոցներում, հյուսիսային փողոցում հրավիրել ենք մեր քրոջը, որ մեզ միանա, երգում ենք եւ քանի հատ նպատակ ունեմ այդ բանից, որ հայերեն, պարսկերեն երգեր ենք երգում այդտեղ մի հատ նպատակներից հետո որ բացի այս փակ տարածքներից, բաց տարածքներից էլ երկինք փառաբանություն բարձրանա։ Երկրորդը դա է որ կարողանանք պարսիկներ որ գալիս են իրենց ավետարանչություն անենք եւ երրորդը սա է որ ով որ գալիս է Հայաստան, հասկանա որ Հայաստանը Հիսուսին է պատկանում։ Նպատակը մեր սա է որ ոչ ոք Երբ որ Հայաստանը գալիս առանցի ավետարանը լսելու չթոնի գնա Հայաստանից։ Գիտեք, Եվրոպան շատ հիմարաբար վարվեց։ Դուրերը բացեց բոլոր ազգերի համար, եւ մուսուլմաններ թափան Եվրոպա եւ սկսեցին շատանալ, որտեղ եվրոպացիք երեխա չեն ծնում, երեխատեր չեն լինում, մուսուլմաններ 7-10 հատ բերում են Եվ կամաց սկսում են իշխել եվրոպացիներին։ Հետո սկսում են մսկիթներ կառուցել։ Հիմա մենք մսկիթ ենք ուզում, հիմա մենք հալալ միս ենք ուզում, հիմա էս պետք է անենք մեր համար, այն պիտի անենք։ Գիտեք, եւ գրավում են Եվրոպան։ Ավելի շատ մուսուլման են դառնում, երբ որ Եվրոպա են գրում, քան իրանց երկրի մեջ։ Եվ ուզում են Եվրոպան գրավեն։ Վաղը մյուս օր, երբ որ դռները բացվի, սահմաններ ավելի շատ մուսուլմաններ կգան Հայաստան։ Ու մենք պետք է մի բան անենք, որ այնքան իրանք ավետարան լսեն, կամ զզվեն, ասեն, չենք ուզում ստես երկիրը մնանք, գժվասրան մեզ ես ավատացյալները, կամ էլ իրանց սիրտը հանձնեն, կամ էլ չէ խելոք նստեն իրանց տեղը։ Վաղը մյուս օր չասեն, մենք մսկիթ ենք ուզում, հետո իրանց մսկիթներից սկսեն ազան կարդալ ու այդպես Ուզեն մեր երկիրը, ինչպես որ Եվրոպան են գրավում, մեր երկիրը գրավեն, այդ է մեր նպատակը։ Եվ դրա համար ծրագրում ենք, առաջ ենք գնում, երբ որ իսլամական հեղափոխությունը կատար, նախքան դա մի հատ Աստծո խոսքը մի մասը կարդանք, ուրեմն Մատթեոս ավետարան 16-րդ գլխի 18-րդ համարը Տեր Հիսուսը Պետրոսին ասում է. Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս եւ այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթեին նրան։ Եթե դու այստեղ ես, այսինքն մի հատ կառույցի մեջ ես, եթե դու Քրիստոսի եկեղեցի մեջ ես, մի հատ կառույցի մեջ ես, որ հավիտենական հիմքի վրա է կառուցվել։ Եվ եկեղեցին է, որ որոշում է բոլոր ազգերի պատմությունը։ Եկեղեցի պատճառով է, որ Աստված պատմությունը կերտում է։ Երբ որ իսլամական հեղափոխությունը կատարվեց, եթե չսխալվում եմ,
79-ին աղջիկս պատմություն ավելի լավ է իմանում, սկսեց Պարսկաստանում մի հատ դարաշրջան սկսեց աշխարհում, որ իսլամական շարժումներն էր։ Եվ դրանք երկու հատ նպատակ ունին հիմնական, առաջի հիմնական նպատակը դա էր, որ Իսրայելը պետք է ոչնչացնենք մենք։ Այն սկզբից բոլոր պատերի վրա գրում էին, որ Իսրայելը պետք է ոչնչանա։ Եվ նրան ոչնչացնելու համար իրանք ամենալավ ձևը սա էր, որ մի հատ հարուստ երկիր, որ աշխարհի երկրորդ գազն ունի, աշխարհի երրորդ նավթն ունի, շատ ուրիշ հանքեր ունի, տարածք ունի, վրևը ծով, ներքևը ծով, ունենան իր հարստությունը քաշեն, որպեսզի կարողանան Իսրայելին ոչնչացնեն։ Էսա Պարսկաստանի իսլամական հանրապետության նպատակը։ Եվ դրան հասնելու համար միլիարդներ դոլարներ փող են ծախսում ուրիշ երկրներում, որ հարված են Իսրայելին։ Եվ մենք պետք է ճիշտ մտածելակերպ ունենանք դրա հանդեպ, որովհետև ես շատ Հայաստանի հայերի հետ երբ որ խոսում եմ, ասում են, որ Պարսկաստանը լավ է անում, որովհետև Իսրայելը մեր թշնամին է, մեր թշնամուն Ադրբեջանին ֆոսֆորի բոմբեր ծախեց, այս զենք ծախեց, եւ ով է Իսրայելի թշնամին Պարսկաստանը։ Ուրեմն մենք սիրում ենք Պարսկաստանի կառավարության, մենք իրան բալետ ենք անում, հովանավորում ենք։ Եվ չեն հասկանում, որ դա աշխարհի ամենասարսափելի ահավոր պետություններից է։ Հունվար 8-ին եւ 9-ին, երբ որ ակցիաներ բարձրացավ կառավարության դիմաց, ամեն օր ապրանքներ թանկանում է եւ չես կարող հասկանալ այդպես հարուստ երկիր, որ խոսքի ասեն Գաթարը իր հարավային մասն է, ծովի տակը աշխարհի ամենամեծ գազի պաշարն է։ Գաթարը, որտեղ սանկցիաների տակ չի, այդ գազը ծախում է, աշխարհի ամենահարուստ երկրներից է եղել, բայց Պարսկաստանը սննկացել է, որտեղ սանկցիաների տակ է։ Եվ մարդիկ էլ բողոքում են, դուրս եկան, միլիոնավոր մարդիկ դուրս եկան փողոցներ եւ հունվար 8-ին եւ 9-ին սկսեցին բոլորին կրակել։ Պատերազմական զենքերով դրեցին ու ամենին կոտորեցին։ Երկու օրվա ընթացքին ասում են, որ 20-ից 40 հազար մարդ է կառավարությունը սպանի։ Այսինքն, եթե մի հատ կառավարություն որ պետք է ժողովրդին պաշտպանի, ուրիշ երկրներից զինվորներ բերում վարսկան, որ գան իր ժողովրդին Իրաքից, Աֆղանստանից, Սուրիայից բերում էր, որ իր ժողովրդին սպանեն։ Եվ այդ շարժումը քնեց։ Եվ այդպես դաժան կառավար Իսրայելն էլ Աստծո ժողովուրդն է։ Եվ այս առաջին նպատակն էր Իսրայելին ոչնչացնել, երկրորդ նպատակը սա էր, որ իսլամը եւ իսլամական հեղափոխությունը տարածի։ Ասում են, որ մենք բոլոր աշխարհը մեր հեղափոխությունը կտարածենք։ Ու այդպես էլ մոտավորապես եղավ, դրանցից հոգեշնչված շատ մուսուլման երկրներ ասացին, մենք էլ իսլամական կառավարություն ենք ուզում, Լիբին, Սուրիան, ինչ գիտեմ, ուրիշ աֆրիկական երկրները, Աֆղանստանը եւ որոշ չափով տարածեցին եւ իրանք ուրախ են այդ բանով, որ մենք իսլամն ենք տարածում, մենք ոչ ոքուց չենք վախենում, իրականում իրանք ոչ Ամերիկայից են վախենում, ոչ Չինաստանից են վախենում։ Իրանք գործիքներ ունեն, որ եթե գործացնեն աշխարհի վրա կազդի։ Հորմոզ նեղոցը, եթե փակեն, աշխարհի նավթը միանգամից կբարձրանա արժեքը։ Իրանք որոշ բաներ ունեն, որ կարողանում են անել։ Իրանք ոչ Ամերիկայից են վախենում, ոչ Ռուսաստանից, ոչ մի երկրի, ոչ Իսրայելից։ Իրանք մենակ մի բանից են վախենում եւ այդ բանը հաշիվ չէին արել իրանք։ Իրանք մենակ եւ մենակ Հիսուս Քրիստոսի եկեղեցուց են վախենում։ Իրանք հաշիվ չին արել, երբ որ այդպես անեն, իսլամական հեղափոխությունը այդ ամենաֆանատիկ երկրի մեջ, իսլամական երկրի մեջ կաճի Քրիստոսի եկեղեցին։ Որտեղ երբ որ մարդիկ տեսնում են, որ այս կրոնը ինչքան դաժան է, որ հրաման է տալիս ուրիշներին սպանեն, անխտիր սպանել, ումին ուզում ես, ինչպես ուզում ես, մտածեցին, որ
Եթե Աստված այսքան դաժանացրած Աստվածը, ուրեմն կա ուրիշ արդար Աստված։ Պետք է նրան որոնենք, նրան գտնենք։ Եվ դրա համար է որ Հիսուսը իրանց երազներում հայտնվում է եւ ասում է դու պիտի ինձի հետևես։ Մարդը եղել որ իմ մոտ եկել է եւ ասում է ես նամազ կարդալու ժամանակ իրանց աղոթքը Հիսուսին հանդիպել եմ, Հիսուս ինձի հայտնվել է։ Երբ որ իրանից հարցրեցի, ասեցի որ ոնց հասկացար որ ինքը Հիսուսն է, ասա որ եթե Հիսուսը քեզի հանդիպի դու կհասկանաս որ ինքն է։ Ամեն։ Իրանք մի բան չէին հաշիվ արել, որ եկեղեցին կարող է իրանց խորտակի։ Եվ ես հավատում եմ, որ այդ իսլամական դաժան կառավարությունը շուտով խորտակվի, անկումը գասնի մի պատճառով, որովհետև նրանք քրիստոնյաներին սպանեցին եւ Քրիստոսի եկեղեցուն հալածեցին, հավատացյալներին բանտերի մեջ գցան եւ գցում են, չարչարում են, այդ պատճառով իրանք խորտակվեն։ Տեր Հիսուսը Պողոս առաքյալին նախքան առաքյալ լինի ասում է որ սողոս քեզի մեխերին քացի խփելը հեշտ գործ չի։ Եթե մեկը Հիսուսի հետ հակառակում է, սկսում է այդ մեխին մեծ մեխ է էդի մեխերին քացի խփել։ Եվ եթե ինչքան էլ լավ կոշիկ հակած լինի, վերջապես կոշիկն էլ կծակվի, իր ոտը կվնասվի։ Ով որ Հիսուսի հետ հակառակում, իր անկումն է գրում իրականության մեջ։ Եվ այդ եկեղեցին խորտակվի, այդ կառավարությունը խորտակվի, որովհետև Քրիստոսի եկեղեցու հակառակ կառավարությունը։ Նրանք չէին հաշիվ արել, որ եկեղեցին իրանց մեջ կաճի։ Նախքան հեղափոխություն ընդամենը ասում են, որ մի 500-ատ ավել իսլամից քրիստոնյա դարձած Պարսկաստանում մարդ չկար, բայց այսօր եկեղեցին աճել է, որ որոշները ասում են, այս 47 տարվա ընթացքին այդ 500 հոգին աճեցին եւ 2-ից 5 միլիոն մուսուլմաններ քրիստոնյա են դարձել։ Փառք Տիրոջ։ Եվ նրանք Տիրոջը հետևում են եւ այդ գինը վճարում են։ Ղուկաս ավետարան 9-րդ գլխի 57-ից 62 խոսքը այսպես է ասում։ Խնդրում եմ մեկը բարձր կարդա Ղուկաս 9-րդ գլուխ 57-ից 62։ Ղուկաս 9:57-ից 62։ Եվ միշտ նրանք գնում էին ճանապարհին, ոմն մեկը նրանց ասեց. Ես քո հետևից կգամ ուր էլ որ գնաս։ Հիսուսը նրանց ասեց. աղվեսները ողջերին են, երկնքի թռչունները բույներ, բայց մարդի որդին տեղ չունի, որ գլուխը դնի։ Մեկ ուրիշն էլ ասեց. արի իմ հետևից։ Մեկ ուրիշին էլ ասեց. արի իմ հետևից։ Սա ասեց. Տեր, թույլ տուր, որ նախ գնամ իմ հորը թաղել։ Հիսուսը նրան ասեց. թող մեռելները իրենց մեռելների թաղեն, իսկ դու գնա Աստծո արքայությունը քարոզիր։ Մեկ ուրիշին էլ ասեց. Տեր, քո հետևից կգամ, միայն թե նախ թույլ տուր ինձ, որ իմ տնեցիներին հրաժեշտ տամ։ Հիսուսը նրան ասեց. ոչ ոք ով ձեռքը մարդի վրա է դնում, հետ է նայում, հարմար չէ Աստծո արքայության համար։ Ամեն։ Տեր Հիսուսն ասում է, որ ես իմ եկեղեցին կշինեմ, դժոխքի դռները չեն կարող հաղթեն նրան, բայց Հիսուսին հետևելը գին է պահանջում։ Երբեմն քեզի գալացեն, քո եկեղեցի երկրից քեզի գվռնդեն, կաքսորեն, երբեմն գերի գլինես, գերի կգնաս, երբեմն դժվարությունների կհանդիպես, բայց իմացի որ դու հաղթող ես։ Որովհետև եկեղեցի մեջ լինողն է հաղթողը։ Այն Հիսուսը, որ Սուրբ Հոգով մեր մեջ բնակված է, ինքը հաղթող Աստված է։ Եկեղեցին ինչքան էլ փոքր լինի, ինչքան էլ քիչ լինի, բայց կարող է ծունգի գա եւ աղոթի եւ պատմություն կերտի։ Այսօր Պարսկաստանի պատմությունը կկերտվի միայն եկեղեցու միջոցով։ Եկեղեցին է, որ այդ երկրի պատմությունը կկերտի եւ շուտով կտեսնենք, որ այդ երկիրը կազատագրվի։ Ես իսկականից փափակում եմ, որ գնամ, այնտեղ չեմ կարող գնամ, եթե գնամ, կարող եմ գնամ, չեմ կարող դուրս գամ։ Եվ փափակում եմ իսկապես մի օր իմ ծննդավայրը նորեն տեսնեմ եւ հավատում եմ, որ այդ բանը կկատարվի, բայց արդյոք մենք պատրաստ ենք, որ այդ բազում մարդիկ, որ ծառավ են Հիսուսին հանդիպելու
իրանց հասնենք, իրանց աշակերտենք, իրանց սովորեցնենք։ Այս վերջեր, երբ որ աղոթում եմ, Աստված ասավ քո ծառայության շարունակության մեջ շատերը կգան եւ քեզի կհայհոյեն։ Շատերը կարող է թքեն, շատերը կարող է հարվածեն քեզի։ Դու պիտի սովորես, որ լեզուդ լուր մնա։ Դու պիտի սովորես, որ պատասխան չտաս, որտեվ ես եմ այդպես։ Ես եմ, որ հեզ ու խոնար եմ եւ դու էլ պետք է սովորես այդպես լինես։ Եթե ուզում ես ինձ ծառայես, եթե ուզում ես ազդեցիկ լինես, եթե ուզում ես ազգերը փոխվեն քո միջոցով, դու պետք է այդպես անես։ Ոչ թե մենակ Պարսկաստան, Հայաստանի պատմությունն էլ եկեղեցի միջոցով պետք է կերտվի։ Եկեղեցին է, որ օրհնում է Հայաստանը։ Իրականում Հայաստան երկիրը, եթե տրամաբանորեն մտածենք, չպետք է լիներ։ Մի հատ փակ երկիր, շրջապատված մուսուլմաններով, ծովին ճանապարհ չունի, փոքր երկիր է, բայց ունի գոյություն։ Կա երկիր Հայաստան անունով։ Քյուրդերը մոտ 70 միլիոն են, որոշներ Թուրքիա, որոշները Պարսկաստան, Իրաք, բայց երկիր չունեն։ Ուրիշ ազգեր կան, շատ ավելի մեծ մեզանից, բայց երկիր չունեն։ Այս որ մենք ունենք, իրականում հրաշք է։ Եվ ես հավատում եմ, որ եկեղեցի հավատացյալների աղոթքի պատասխանն է սա։ Եվ դա մեր համար պատասխանատվություն է, մեզի ընձեռնում, մեզի պատասխանատվություն է տալիս։ Մենք պատասխանատու ենք, Տերն ասում է, որ եթե ուզում ես ինձ աշակերտես, պետք է բոլոր էությունով իմ վրա կենտրոնանաս եւ իմ հետևից գաս։ Աշխարհին չպիտի նայես, այն ինչ որ աշխարհը տալիս է, չպետք է նայես։ Իհարկե Աստված իր զավակների համար ամենալավերն է պատրաստում եւ տալիս, բայց մենք պետք է որոշենք։ Աշխարհն ենք ուզում թե Տիրոջ։ Եթե ուզում ենք աշխարհի վրա ազդենք, եթե ուզում ենք շատ ծերունների փրկությունը տեսնենք, պետք է խոնարհվի եկեղեցին։ Մի հատ Աստվածաբան ասում է, որ եկեղեցուն խոնարհեցրեք եւ Աստված մարդիկ կապաշխարեն, մարդիկ կբարձրանան։ Մեղքը անարգանք է ժողովուրդներին, բայց արդարությունը կբարձրացնի։ Այն արդարությունը, որ Հիսուսի մեջ են կարող գտնենք։ Մատթեոս 28-րդ գլխի 18-ից 20 համարները այսպես է ասում, Մատթեոս 28 ձեզի շատ ծանոթ է բոլորիդ։ Եվ Հիսուսը մոտ գալով նրանց հետ խոսեց եւ ասեց. ամեն իշխանություն ինձ տրվեցավ, երկնքումն եւ երկրումս, ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Սա է մեծ հրահանգը։ Եկեղեցին կանչվել է, որ սա անի։ Մենք չենք կանչվել, որ ամեն շաբաթ գանք հավաքվենք իրար հետ գյալաջան ասում։ Գյալաջան ենք, իրար հետ խոսենք, էդ էլ կա, բայց եթե նպատակը մոռանանք, շատ ձանձրացուցիչ մի բան պիտի լինի մեր համար։ Մենք եկեղեցին կանչվել է, որ Աստծո ավետարանի լուրը բոլոր ազգերին տա։ Եվ Հայաստանը այն դիրքում է, որ կարող է իր շրջակա երկրներում ավետարանը քարոզի։ Պարսկաստանի ժողովրդին, վաղը չմիսօր ադրբեջանցիներին, վաղը միսօր թուրքերին, վաղը միսօր վրացիներին կարողանանք այդ Տիրոջ պատվիրանք կատարեն։ Գնացեք բոլոր ազգերը ավետարանեցեք։ 5 տարի Թուրքիայում ապրե, երբ որ եկեղեցին սկսում մի քաղաքում եւ իրաց աշակերտում ենք, այդ մարդիկ գնում են թուրքերի մոտ աշխատանքի եւ սովորում են եկեղեցում եւ գնում են իրաց գործատիրոջը ավետարանին քարոզում։ Եվ հետաքրքիր էր, որ մենք իրաց սովորեցնում ենք, իրանք գնում են թուրքերին ավետարանչություն անում։ Սա է եկեղեցի գործ իրականում։ Մենք կանչվել ենք այդ գործն անենք։ Երբ որ ես նորին ապաշխարել, իրականում ես շատ ամանշկոտ մարդ եմ եւ մանկությունից ամանչում եմ դպրոցում 2 հոգու մոտ կայնիմ եւ խոսիմ, ինձ ներկայացնեմ։ Եվ շատ սուս մեկնեմ եւ իմ համար մարդկանց հետ կապը ստեղծելը ամենադժվար գործն էր։ Մի օր քանի ամիս էր որ ապաշխարել եմ, եկեղեցում գնում այդ միջանցք կար, միջանցքը որ մտամ, եկեղեցու տարեց եղբայրը, որ նախքին հովիվն էր, մոտ 85 տարեկան էր, ինքը ինձ հանդիպավ, եղբայր Գասպարը եւ դեմս փակեց։
Ասավ տղա ջան դու ուր ես, որտեղ ես։ Ասաց եղբայր Գասպար ես ամեն կիրակի, ամեն ուրբաթ կիրակի եկեղեցի գալիս եմ, չեմ բացակայում։ Ասավ ինչ ես ասում, ես ասում եմ բեմի վրա դու չկաս։ Ես ասեցի եղբայր Գասպար ես նորահավատ եմ, ես ոչ ամաշկոտ մարդ եմ, ինձանից շատ ավելի լավերը կան, լավ հավատացյալներ, փորձառու հավատացյալ, ես եղբայրեն քույրը, ասա դրանց բաց թող, դու մի օր Աստծո ծառա կդառնաս։ Ու ես զարմացած մնացիմ, ես ով եմ, ես այնքան ամաշկոտ եմ, որ չեմ կարողանում երկու հոգու մոտ խոսամ։ Ես ոնց պետք է Աստծո ծառա դառնամ։ Եվ անցավ տարիներ, երբ որ մտանք ծառայության մեջ, իմ համար մի հատ ուրիշ դժվար փուլ առաջացավ, որտեղ այդ կազմակերպության հետ որ մենք աշխատում ենք, իր բանը էր, որ պիտի գնաս ավետարանչություն անես, մարդիկ ապաշխարեն եւ իրանց աշակերտես։ Ես ոնց գնամ մարդկանց, չեմ իմանում ոնց պետք է խոսամ իրանց հետ, ոնց պետք է կապը ստեղծեմ իրանց հետ։ Եվ գնում եմ մեր տանը վերջը, բակի վերջը մի հատ ծառ կար Հայաթում, եւ աղոթում եմ, լացում եմ Տեր Աստված, ես չեմ կարող, ես ինչ պիտի անեմ այս բանը, եւ կամաց սկսում եմ ոգևոր երգեր։ Մի օր մեր հարևանի կինը չի մտածում, որ հարևանները արդեն լսում են այդ ոգևոր երգերը։ Հարևանի կինը մեր դուռը թակեց եւ եկավ եւ ասավ հայեր եւ ասավ որ կներեք դուք ով եք, ինչ եք։ Եվ ես ասեցի որ ես Ալֆրեդն եմ։ Ասավ ձեր լսում եմ որ դուք երգեր եք, կարող եք ինձ մի քիչ բացատրեք, ինչ հարաբերեցինք ներս եկավ, հյուրասիրեցինք իրան եւ Աստծո խոսք իրան տվանք, ինքը ապաշխարեց եւ դրանից հետո գնաց Ամերիկա քանի տարի հետո մի օր լսեցի որ իմացա որ ես ձեռնադրվել եմ որպես հովիվ, ասել որ ես պետք է գնամ Պարսկաստան, Ալֆրեդ եղբայրը ինձ պետք է մկրտի։ Իրանց հովիվ ասել աղջիկ ջան ինչ տարբերություն ունի, հենց ստեղ մկրտի, չէ ինքն է ինձ ավետարանի, ես պետք է գնամ այնտեղ։ Վերջապես եկավ Պարսկաստան եւ մկրտվեց եւ կամաց ես սկսեցի ավետարանչություն անել, թեև իմ համար ամենադժվար գործն էր աշխարհի, որ գնամ մարդկանց հետ խոսամ եւ երբ որ գնացի տեսա որ որչափ մարդիկ ծառավ են, որչափ մարդիկ պատրաստ են, հունսկը շատ է եւ մշակը քիչ, աղոթեք մշակների համար, որ Աստված մշակներ բարձրացնի իր հուսքի մեջ։ Մենք պետք է աղոթենք հուսքի համար, պետք է աղոթենք մշակների համար, որ Աստված բարձրացնի եւ պետք է աղոթենք ես դառնամ այդ մշակը։ Մի օր գնացել եմ ավետարանչության, ինչպես որ ասում եմ, գնում եմ այդ եկեղեցում նստում եմ առաքելական, երբ որ տեսա մեկը շատ ծառավ է եւ ինչ հարցնում է այդ նրանցից, որ եկեղեցու մեջ կան, կառավարությունը արգելեր էր, որ իրանք մուսուլմանների հետ խոսին։ Ոչ ոք չէր պատասխանում, ինքը շատ հիասթափված եկեղեցուց դուրս գնաց, երբ որ դուրս գնաց, ես գնացի մոտեցա, ինձ ներկայացրեցի, ինքը ինժեներ էր, ասա որ մի բան եմ ուզում ասեմ, գավատաս Հիսուսի մասին, ասամ, ես եկեղեցի քարոզիչ եմ, գավատամ, ասա որ ես մի հատ երազ քանի տարի է որ մի հատ երազ եմ տեսնում։ Եվ նույն երազը քանի անգամ տեսել եմ։ Եվ այդ երազում տեսնում եմ որ տղաս մի բարձր տեղից ընկնում է եւ մեռնում է։ Եվ երազի մեջ տեսնում եմ որ Տեր Հիսուսը գալիս է եւ իրան նորեն կենթանացնում է։ Եվ այդ երազը որ քանի անգամ տեսել եմ 2 օր առաջ կատարվեց։ Գնացել եմ Զոնքաչից տուն, ինքը համարյա 4-րդ հարգում էր եւ այդ երեխան գնաց որ բալկոնը եւ այդ ճաղավանդակների հետ խաղում էր, ես էլ զալի մեջ նստել եմ որ նայում եմ հանկարծ այդ ճաղավանդակը քանդվեց եւ տղաս 4-5 տարեկան էր, այդ վրևից ընկավցած։ Ու ես էլ կայնամ աստիճաններից սկսամ ներքև գնալ եւ ճվում եմ Հիսուս անկախ ինձանից փրկի Հիսուս փրկի եւ մի ձայն եմ լսում որ նայ որ ոտաբոբիկ ես կոշիկ չկա հակդ ինչ կապ ունի կոշիկը
Եվ գնացի ցած, ասում գնացիմ եւ տղայիս գլխին հասամ եւ տեսան, որ տղաս մահացավ, տեսան, որ հոգին իրանից դուրս եկավ եւ սկսեցի բղավել. Հիսուս, խնդրում եմ փրկի, Հիսուս, բժշկի, Հիսուս կենթանացրու։ Ու ամեն հարևանները եկան եւ ասում եմ մի հատ կլոր կազմեցին իմ շուրջս, ներս չեն գալիս, ես ու տղաս մեջտեղը եւ ես բղավում եմ։ Չգիտեմ ինչքան անցավ, բայց հանկարծ տղաս կանգնեց եւ կենթանացավ։ Եվ երբ որ սկոր կանչեցին, եկավ, տարանք հիվանդանոց, բժիշկը քննեց, բժիշկ ասավ, որ չես սխալվում, կարող է հեծանիվից հանգեցած։ Իմ աշկիս առաջ հանգե, եթե չլիներ, ես չէի հավատա։ Մի քանի հատ փոքր վեր քայլի է երեխի վրա։ Մի 2 տարի առաջ մեր հայաթում ես հեղուկ էր թափե գետնի վրա, եկա լվանամ, ոտս դուրս եկավ, ընգամցած եւ գլխիս հետևը ճղվեց եւ գնացինք հիվանդանոց 3 հատ կարեցին եւ ես այդ ժամանակ հասկացա որ 4-րդ հար եթե ես ընկա կայնտեղս ընկամ այսպես վնասվամ այնի 4-րդ հարգից ընկելա ոնց է սաղմի ոնց կենթանացել է ոնց Աստված իրան պահել է պաշտպանել է եւ այդ մարդը ասում է ես սկսեցի ասել Հիսուսն է իրան կենթանացրել Հիսուսն է իրան այ մարդ գժվել ես ինչ ես ասում եւ ասավ հավատում ես հիմա ասամ ես հավատում եմ եւ իրան տարան մեր եկեղեցին կողքի փողոցներ իրան հյուրասիրեցին ինքը ապաշխարեց իր կյանքը անձնեց Տիրոջ եւ մի հատ երանդով հավատացյալ դարձավ ուր որ գնում էր իր վկայությունը ասում էր այնպես մարդիկ ազդվում են որ ապաշխարում են մարդիկ ահագին մարդիկ իր միջոցով ապաշխարեցին եւ ինքը մինչեւ վերջ իր աշակերտական դասերը անցածավ սկսավ ուրիշներին աշակերտել եւ մի օր մի հատ զանգ եկավ եւ երբ որ ես պատասխանեցի հենց վերցրա ասամ եղբոր անունը Վահիդ էր ասան Վահիդը մահացավ Վահիդին սպանեցին եւ երբ որ յակինը եկավ եկեղեցի հանդիպեցինք ասավ որ իմ ամուսնուն թունավորեցին որովհետեւ ինքը Հիսուսի աշակի Հիսուսին էր վկայում յան թունավորեցին եւ մինչեւ այսօր մի հատ մեծ խոր վեր կա իմ սրտի մեջ իր հանդեպ որովհետեւ ինքը 2 հատ անչափահաս երեխա ուներ եկինը որբևայրի մնաց եւ ես չկարողացա այդպես որ պիտի իր ընտանիքին հովանավորեմ ինքս այդ ժամանակ դժվարությունների մեջ եմ եւ այդ խոր վերքը իմ սրտիս մեջ կա որ ինքը նահատակվեց Հիսուսի համար եւ մի տարի անցավ եկինը զանգավ ասա որ մի հատ խնդրված կունեմ ասա որ այս մի հատ համար Աստծո խոսքից որ Վահիդի գերեզմանի քարի վրա գրենք գերեզմանակարի ես ասացի ինքը մուսուլմանների գերեզմանատանն է թաղվե ոնց ես ուզում գրես ասավ դու ասա ես կգրեմ այս իա վերջի խնդրվածքն էր որ թե ես մահացամ իմ գերեզմանի քարի վրա մի հատ համար Աստծո խոսքից կգրեք եւ ես իր համար ուղարկեցի կյանքի ինձ համար Քրիստոսը եւ մեռնելը շահ Այսօր երբ որ Վահիդի գերեզմանի կողքից մարդիկ անցնում են, կարդում են կյանքի ինձ համար մեռնել է եւ կյանքի ինձ համար Քրիստոս է եւ մեռնել է շահ։ Եվ այսօր ինքը ոչ թե իր կենթանի ժամանակ Հիսուսին էր վկայում, այսօր իր մահով էլ է Հիսուսին վկայում։ Ով կսիրի իր գերեզմանի քարի վրա Աստծո խոսքի համար գրվի եւ ինքը վկայի որ ես Հիսուսին եմ պատկանում։ Ձեզանից որ մեկը կսիրի գերեզմանի քարի վրա հոգևոր մի հատ համար գրվի։ Ես սրտանց սիրում եմ այդ բանը գրվի։ Եվ Աստված մեծ հրաշքներ գործեց, մինչև այսօր էլ կատարվում է այդ գործը։ Եվ Տերը իմ նման մի հատ ամաշկոտ մարդին օգտագործեց իր փառքի համար։ Շատ մարդիկ ապաշխարեցին։ Այսօր էլ մենք մեր ծառայությունը շարունակում ենք Աստծո շնորհքով։ Թեև հոգևոր պատերազմների մեջ, բայց ինքս աշխատում եմ, որ միշտ ավելին եւ ավելին անեմ Տիրոջ համար։
Առաջի Կորինթացիս 9-րդ գլխի 16-րդ համար եւ 17-րդ համար այսպես ասում, Առաջի Կորինթացիս 9-րդ գլուխ 16 եւ 17 Որովհետև եթե ավետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ, որովհետև դա հարկ է դրված ինձ վրա։ Եվ վայ ինձ, եթե ավետարանը չքարոզեմ, վասնզի եթե հոժար կամքով անեմ այս, բարձ կունեմ, իսկ եթե ակամա տնտեսությունը հանձնված է ինձ, իսկ եթե ակամա տնտեսությունը հանձնված է ինձի։ Եթե հոժար կամքով ավետարանը քարոզեի, եթե ինքս գնայի ավետարանը քարոզեի, պետք է վարձ կուզեի Աստծուց։ Բայց սա դրվեց իմ վրա։ Աստված ասավ, դու պիտի այս գործն անես, որովհետև պիտի ուրեմն վարձքի արժանի չեմ։ Սա իմ պարտականությունն է, որ Աստծո խոսքը քարոզեմ։ Սա այն բանն է, որ մեզի տրված է, եւ գիտենք, որ աշխարհի միակ ելքը փրկության համար դա է։ Մենք չուզենալով Աստված ստիպեց մեզի, որովհետև ես ասում եմ, պիտի գնաս ավետարանը քարոզես։ Ապա ինչ է իմ վարձքը, այն որ ավետարանելիս ձրի տամ Քրիստոսի ավետարանը, որ ավետարանի մեջ իմ իշխանությունը գեշ կերպով չբանացնեմ, որովհետև ամենից առաջ ազատ լինելով իմ անձը ամենքին ծառա արի, որ շատերին շահեմ, հրյաներին հրյայի պես եղա, որ հրյաներին շահեմ եւ շարունակության մեջ։ Դա շնորհք է։ Եթե մենք մի բան ենք անում, դա Աստծո շնորհքն է։ Չպետք է պարծենանք, որ ես այսպես եմ, ես մեծ մարդ եմ կամ ես փառքի հետևից եմ, ամենը պիտի ինձ հարգեն, ամենը պիտի իմանան, որ ես ինչ գործեր եմ արել, ինչ որ եղավ, Աստծո շնորհքն է։ Աստված է, որ մեզի կանչել է, Աստված է, որ մեզի զինում է, Աստված է, որ մեզի կերակրում է, Տերն է, որ մեզի այս բոլորը պատրաստում է, մնում է մեզ հավատարիմ լինել այն կոչումին, որ Աստված մեզի կանչել է։ Մեծ հնարավորություն ունենք սիրելիներ, մեր շրջակա ազգերին ավետարանը քարոզենք։ Չմոռանանք, որ Տեր Հիսուս ասավ, ոչ թե մենակ քո ազգին, դու պետք է ծրագրես, որ ուրիշ ազգերին, բոլոր ազգերին ավետարանը քարոզեք։ Բոլոր ազգերի համար աղոթեցեք, նրանց մշակների համար, նրանց հուսքի համար, որովհետև պատմությունը եկեղեցին է կերտում։ Եկեղեցին է, որ բոլոր պատմությունը կերտում է, իհարկե նրա միջոցով, որ եկեղեցու մեջ է, այսինքն Հիսուսի միջոցով Աստծո որդին, որ անհաղթ է, դրա համար եկեղեցին երբեք չի հաղթվում։ Եկեղեցին ինչքան էլ ճնշվի, ինչպես որ երբ որ ինձ տարան հարցաքննության, ես խոսեցին բողոքական եկեղեցու մասին, ասամ դուք ցիրուցանը կարի եկեղեցին։ Դուք ամեն մի բանը կարի բոլոր առաջնորդները գնացել են։ Եվ իրանք պարծենում են, ուրախանում են։ Չգիտեին, որ այդ հունսկի մեջից նորեն պետք է եկեղեցին աճի, նորեն առաջնորդներ պիտի բարձրանա, նորեն մարդիկ պիտի ապաշխարեն, որ իրանք գժվեն, ինչա կատարվում, եկեղեցին հաղթում է, որտեվ եկեղեցին հաղթող է, որտեվ նա, որ եկեղեցի մեջ բնակված է, հաղթող է, մեր Տերն է հաղթող, Տերերի Տերը եւ թագավորների թագավորը, ինչ որ եղավ մեզի շնորհքով ասիրելիներ։ Պարծենալու բան չունենք։ Մենք միայն պիտի պարծենանք նրանով, որ մեզի կանչեց իր հավիտենական սերը եւ ուրախությունը մենք ճաշակեցինք ու ճաշակում ենք ավելին ու ավելին պիտի ճաշակենք եւ պետք է մեզի հանձնենք այն պարտականությանը, որ մեզի կանչել է դրա համար։ Գնացեք բոլոր ազգերը, ոչ թե ավետարանեցեք, այլ նրանց աշակերտեցեք եւ մկրտեցեք։ Սա է եկեղեցի մեծ հանձնարարությունը։ Ուզում ենք այս մեծ աշխարհի ամենամեծ շարժումի մասը բաժին լինենք, պետք է սովորենք Հիսուսին հետևել, պետք է սովորենք մեզ իր գիրկը գցել։ Քանի օր առաջ աղոթում եմ, ասամ Տեր Աստված, այս խառնաշփոթ վիճակը Պարսկաստանում բա ինչ կլինի, ինչ մարդիկ առաջնորդ չունեն, ուզում են մի բան անեն, բայց չի ստացվում, կառավարությունը իրանց կոտորում է։ Աստված ասա, որ ես քո միջոցով եմ ուզում դու մի հատ մեծ գործ անես։ Տեր
Ես ով եմ։ Ես այդ ուսումը չունեմ, ես այդ համարձակությունը չունեմ, ես ով եմ, որ պիտի ազդեցություն ունենամ։ Եվ Տեր ասա, որ դու մի բան չպիտի անես։ Դու միայն գործը, որ պիտի անես, դա է, որ ինձ պինդ ամուր գրկես։ Ես այդ գործը կանեմ քո միջոցով։ Ես եկեղեցի միջոցով շատ մարդկանց կփոխեմ։ Ես եկեղեցի միջոցով Պարսկաստանը կփոխեմ, Հայաստանը կփոխեմ եւ աշխարհը կփոխեմ։ Եկեղեցի պարտականությունը սա է, Հիսուսին ամուր կարճի։ Հիսուսին սիրի եւ ասի Տեր, ինձ էլ սիրի, թող որ քո սերդ, քո ուրախությունդ, քո մոտիվացիան, քո խաղաղությունը գային վրա, որտեղ այսօր աշխարհը պետք չունի, որ մենք շատ խոսանք, պիտի խոսանք, բայց աշխարհը ուզում է մարդ տեսնի, որ Հիսուսին է նմանված։ Եթե մեր մեջ Հիսուսին տեսան, մարդիկ կապաշխարեն։ Եթե մեր մեջ տեսան այն Հիսուսը, որ խաչյալ, հարուցյալ է, այն ժամանակ նրանք էլ կքաջալերվեն, որ նրանք էլ Հիսուսին հետևեն։ Այս բոլորը միայն շնորհքն է։ Մի հատ երգ երգենք միասին։ Միասին ու ես կերքեմ, կսովորեք։ Մի օր պիտի միանանք մեր Տերոջը, մեր հրաշալի Տիրոջը, որպեսզի հավիտենապես նրա հետ լինենք, եւ դա այն ժամանակ երգենք, այն ինչ որ կատարվեց, միայն Աստծո շնորհքն է։ Թե ես սկսեմ։ Դուք եք սկսում, թե ես սկսեմ։ Դուք։ Կենաց տերն արծաթի մահվամ հանկարծ պիտի կտրի բայց ինձ ցանցում որ ես այժմ փրկիս պալատ աչքերս բանամ եւ զինք տեսնեմ հոնդեմ արդեմ զրի փրկության իր շնորհ պատմեմ եւ ինձ տեսնեմ հոնդեմ արդեմ զրի փրկության իր շնորհ պատմեմ օրը թերևս ու շատ կանու պիտի փլչի կավե այսյու բայց այս գիտեմ հայրիս համար պատրաստած է տեղը հարմար եւ ինձ տեսնեմ հոնդեմ արդեմ ծրի փրկության իր շնորհ պատմեմ եւ ինձ տեսնեմ հոնդեմ արդեմ ծրի փրկության իր շնորհ պատմեմ օրը ոսկի արև պիտի արև մուտքի ետին մարի բայց հանժամ տեր ինձ պիտսել ապրիս ծարաս եկուր հանչել ես ինձ տեսնեմ հոնդեմ արդեմ ծրի փրկության իր շնորհ պատմեմ ես ինձ տեսնեմ հոնդեմ արդեմ ծրի փրկության իր շնորհ պատմեմ օրը եւ մինչ հանժամ հսկեմ լապտեր սպայծար պիտի պահեմ
Երբ Տեր երկնից դուր ինձ մանա հոգի սիրեն պիցլանա Եվ զինք տեսնեմ հոնդեմ արդեմ ծրի պրկության իր շնորհ պատմեմ Եվ զինք տեսնեմ հոնդեմ արդեմ ծրի պրկության իր շնորհ պատմեմ Հալելույա Հիսուս Թագավորների թագավոր ու տերերի Տեր, քեզի փառաբանում ենք, որ սքանչելի եւ բարի բաժինը մեզի հասավ Տեր։ Շնորհակալ ենք, որ դու մեզի կանչեցիր, դու մեզի որոնեցիր, գտեցիր եւ այս մեծ հանձնարարությունը մեզի հանձնեցիր, ինչ որ եղավ, լոկ միայն քո շնորհքն է Տեր Աստվածս։ Բարձրանալու բան չունենք Տեր, բայց ուրախ ենք, որ դու մեզի կանչեցիր որպես քո գործակիցներ, որ կարողանանք մեր աչքերով շատ ազգերի փրկությունը տեսնենք Տեր։ Եվ քո հետ ցնծանք, ուրախանանք, ինչպես որ հրեշտակներն են ցնծում եւ ուրախանում։ Մեզի օգնի Տեր, մեզի աջակցի, մեզի զորացրու, մեզի Սուրբ Հոգովդ լեցրու եւ առաջնորդի, որպեսզի այն գործը, որ դու մեզի հանձնել ես մինչև վերջ, հավատարմությունով կատարենք եւ այո մի օր երբ որ այս արծաթե թելը կտրվի մեր կյանքը ավարտվի պետք է մենք հանդիպենք Հիսուսին երկնքի դռան առջև եւ ինչ հիանալի է որ կասի ապրես բարի ծառա հիմա մտի քո հավիտենական հանգիստը մեծ փափակում ենք որ հասնի այդ օրը Տեր Հիսուս եւ քո հետ լինենք մինչեւ հավիտյանս հավիտենից այն վայրը որ դու պատրաստել ես մեզ համար քո հետ լինելու եւ քեզի մինչեւ հավիտյանս հավիտենից փառաբանելու այս բոլորը խնդրեցինք Հիսուսի սքանչելի անունի մեջ որ ամեն անունից վեր է մեղավոր մարդը փրկելու երկնքում ամեն Կարող եք նստել նու նվագից տնաջան Ես եւ իմ տունը պետքա ծառայենք Տիրոջը Դա ասում է Աստծո խոսքը Եվ դա խոստմունք է որ ես ունեմ Աստծուն որ ես պետքա ծառայեմ իմ ընտանիքով իմ երեխաներով նրանք բոլորը պետքա փրկվեն իմ հարազատները բոլորը պետքա փրկվեն Տեր իմ քաղաքը պետքա փրկի իմ երկիրը պետքա փրկի Ալֆրեդ եղբայր 90-ական թվականներին ես երբ որ ապաշխարեցի 95 թիվն էր դա Ես հիշում եմ որ Վանաձորից մարդիկ էին գալիս այստեղ չէ մեր Ստեփանովանը եւ ծառայում էին Չգիտեմ որտեղից են վերցել մի մարգարեություն որ իրանք անդադ հոլովում են այդ մարգարեությունը Ասում են որ ժամանակ է գալու որ ավտոբուսներ են գալու Իրանից Պարսկաստանից եւ մարդիկ տեսնելու են հրապարակներում Երևանում պետք է ապաշխարեն Ես չգիտեմ որտեղից են վերցրել ես անկեղծորեն երեխայի պես հավատում եմ առեսօր եւ պատկերացնում եք որտեղից որտեղ այդ մարգարեության այդ թելի այդ ծայրը ոնց որ իմ մատին փաթաթած լինի ու պատկերացնում եք Միշտ ասում է դա ինչ կապ կարա ունենա մեզ հետ, ինչ կապ կարա ունենա իմ հետ, չի կարա, ինչքան ուզեցել է միտքը ինձանց հեռացնեմ, ահա այդ բանը տեղի ունենում, երբ որ ասեմ, միթե սա չարաբաստիկ օր էր, երբ որ մեր աղջիկը ամուսնացավ մի պարսիկի հետ, մեզ համար դա դարձավ այսև հոգս, ծանրություն բեռ իմ սրտի մեջ Մինչ այդ ես ասում եի, պապաս գնաց, մամաս գնաց, բոլորին ուղարկեցին երկինք Հիմա ինչ կա, իմ ընտանիքն է Տիրոջ մեջ է, ահա պետք է մեկը դուրս գար ու խառներ, դա իմ աղջիկն էր Երբ որ այս ձև բան եղավ, մենք սկսեցինք իրականում շատ սքալ ու չիմանալ, թե ինչ պետք է եղնի այս ամենը
ես անցած տարի մեծ զոհ եմ բերել իմ աղջիկա համար։ Մեծ զոհ եմ բերել նաև մյուս տարի 2024-25 թվականին մեծ զոհ եմ բարձրացրել իր համար։ Եվ հանկարծ այդ զոհը սկսեց խոսալ իր ուղղությամբ։ Ասում եմ, որ ես եղել ա, որ պարսիկներ չէ, բայց ուրիշ մուսուլմաններ եմ քարոզել, բայց չեն ընդունել, ուղղակի չեն հավատացել, իրանց տարբեր անհասկանալի բաներն են պատմել, բայց երբ որ պարսիկները այդ հյուրանոցում նստած էին այս աջ կողմը, ես չեմ կարող բացատրեմ, թե ինչ տեղի ունեցավ, երբ որ ես սկսեցի խոսալ, քանի որ մտքիս մեջ արդեն գիտեի ինչ պետք է խոսամ։ Աստծո ներկայությունը այնտեղ ներկա էր։ Ես զարմացած էի, որ Աստծո ներկայությունը իջնում էր իրանց վրա։ Հիմա դեկտեմբերի 31-ն է, ես հրապարակում եմ Երևան։ Գիշերը մենք այնտեղ ենք։ Կնոջս երեխաների հետ գնացինք, որ Երևան մնանք, որովհետև հարսանիքը շատ մոտ օրեր էին արել, մի 10 օրվա կամ 7 օրվա տարբերությամբ եւ նոր տարիներ։ Մտածեցինք, որ գնանք մենք էլ նոր տարին այնտեղ։ Երբ որ հրապարակում ենք, ես չէի լսում ոչ մեկին, ով ինչ է խոսում, ով ինչ է ասում, բայց շատ հնդիկներ, շատ պարսիկներ, շատ իրաքցիներ, պակիստանցիներ, չգիտեմ, թաթարներ, սա մուսուլմաններ, շատ քիչ հայեր տեսա։ Ասում եմ, սա ինչ է Տեր, սա արտերն է, ոնց կասել եմ։ Պողոս առաքյալը ասում է Փիլիպեցիների առաջի գլխի 27-28-ում, որ ավետարանի քարոզչությունը դա կորուստ է այլ հավատքների։ Երբ որ ավետարանը քարոզում ժողովուրդ, այլ հավատքները անկում են ապրում։ Ինչ որ ասեց Ալֆրեդ եղբայրը, երբ որ եկեղեցին կա, եկեղեցին դա գործիք է, փոխելու, պատմություն կերտելու, պատմություն գրելու այսօր։ Եվ այս խոսքը, որը Փիլիպեցի 1:27-28-ում է գրված, ես Աստվածաշնչյան դպրոցում եմ սովորել այս խոսքի իմաստը հասկանալ։ Երբ որ քարոզվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքի ավետարանը, փրկության ավետարանը, այլ հավատքներ, այլ կրոններ անկում են ապրում։ Որովհետև կրոնը ինքը դա մենք մտածում ենք եկեղեցում կրոն է, սա կրոն է, նա կրոն է, նա։ Բայց իրականում տերորիզմը, որին հիմնական ֆինանսավորում են Իրանում, դա սատանայի կրոնն է, տերորիզմը։ Եվ երբ որ ավետարանը քարոզում, առաջինը սա պետք է անկնի։ Եվ ես հավատում եմ, որ փրկությունը կգա։ Ես էլ եմ լսել, որ մոտ 50,000 մարդ է մահացել եւ զոհ են, սպանել են։ Այդ արյունը խոսալու է իրանց համար։ Դա սերմ է, ես հավատում եմ արթնությանը։ Ասում մի մարդ կա Բենիհին, որ ասում է Տերը ինձ ասել է, որ մինչ կգնաս այս երկրից, դու քարոզել ես Իրանում ավետարանը։ Գիտեք, իրան քիչ է մնացել, որ գնա այս երկրից։ Կել չի բռնում այս երկրավոր կյանքից։ Կմտածում է, որ ժամանակն է գնա։ Եվ ասում Տեր, ես ուզում եմ քարոզեմ Իրանում, ես ուզում եմ ավետարան քարոզեմ, ես ուզում եմ ծառայել պարսիկներ, ես չգիտեմ խի իմ մեջ սա եկավ այս բանը։ Եվ երբ որ իմ հովը իմացավ, որ իմ աղջիկը այսև ամուսնություն է արել, այսև ամուսնացել, ինքը սկսեց ինձ օրհնել, ասել թող դռներ բացվի Իրանում եւ գնաք եկեղեցիներ բարձրացնեք, ավետարան քարոզեք։ Եվ ես տեսնում եմ, որ այս պատահական կապ չի, սա պատահական բան չի, պատահականություն չկա Աստծո մեջ, Աստված պատահականությունը ակնարկ է համարում, որ սա ակնարկ է։ Իրական ես հուզվում եմ այսօր, այստեղ լսում եմ իրական պատմություններ, որը մարդն է, այնտեղ ծառայել է, ապրել է, վտանգի տակ է դրվել իր կյանքը։ Որ
մտնես 10 տարի հետո միգուցե դուրս գաս կամ կախվես։ Մենք այս ազատ երկրը վախենում ենք մարդկանց քարոզենք։ Իսկ ընդ մարդիկ իրենց կյանքն են դնում ավետարանի եւ Քրիստոսի համար։ Ժողովուրդ, ես կարծում եմ, որ ոչ թե այսև պետքա նայենք կողքից մտածենք, որ ինչ լավ է, դու արա, մենք հեռվից կնայենք։ Եվ միշտ իրականում Աստված թե ամաչկոտներին ա վերցնում, հետիններին ա վերցնում, ոչինչներին ա վերցնում։ Են չի, որ ես թռած համարցակ եմ եղել, ես է շատ ամաչկոտ, շատ ամաչկոտ եմ եղել։ Ու Աստված երբ որ կանչում ա ծառայելու, ինքը քո այդ պլան ունի։ Մինչ հովվական ծառայության մեջ կմտնեմ, ես միշտ ուզեցել եմ միսիոներ լինեմ, միսիոներ։ Հետո չգիտեմ խի մեր եկեղեցի միսիոներական չէր, մեր հովը միսիոներական եկեղեցի չուներ։ Միսիոներներին է հետ էր ուղարկում, հետ էր կանչում, մեկին Ղարաբաղից, մեկին Վանաձորից, մեկին մյուս քաղաքներից հետ էր կանչում։ Ես ասում եմ, ես կուզեմ միսիոներ։ Հետո ես փափագեի մեջ, չգիտեմ, կորավ, ինչ եղավ։ Մտածեցի, որ դե երևի դա ես էի։ Բայց այս անցած տարվանից իմ մեջ նորից այս բանը բարձանում։ Ես ուզում եմ իրան սեղմեմ ներքև, ինքը բարձանում ա վերև։ Ալֆրեդ եղբայր, սա աստծուց է, որ մենք իրար հետ ծանոթացանք։ Ես 2 րոպե եմ տեսել իրան, շփվե հետը։ Մենք բաներ չենք խոսացել։ Գիտեք, ինչ կուզենամ ես անեմ այսօր։ Ես այսօր ձեզ պետք է օրհնեմ, որովհետև ուզում եմ դուք ավետանը քարոզեք պարսիկներին։ Դուք ավելի լավ կանեք, քան դա ես կանեմ։ Ձեր լեզուն, ձեր մշակույթը, իմացությունը ավելին է, փորձառությունը ավելին է։ Մենք էլ ինչքան կարողանանք ձեզ հետ կլինենք, ձեր կողքը կլինենք, մեր երեխեքն են այնտեղ։ Ես կխնդրեմ, որ իրանք միանան ձեզ, օգնեն ձեզ։ Ես գիտեմ, որ դժվար է։ Երբ որ հունցքա սկսվում, երբ որ սկսում արդեն բերքը հասունանալ, հավատացեք գողերն են գալիս, ակրավներն են գալիս, թրջուններն են գալիս, գողանում են մարդկանց էլ անգամ, որոնց ապաշխարության վեր։ Իմ մոտից են շատ մարդ գողաց, հետ էլ ասեմ, ինչքան շատ եկեղեցի, այդքան լավ։ Եկեղեցին խոնարհացրա Տեր, որպեսզի մարդիկ ապաշխարեն, սա ուժեղ խոսք է։ Ինձ խոնարհացրա, որպեսզի մարդիկ ապաշխարեն, մարդիկ փրկվեն։ Ես պինդ բռնեմ քեզ, որ դու անես Տեր, ինչ որ այստեղ խոսված, թող բոլոր այդ սերմերը Տեր, ինչ որ այսօր այստեղ գնաց, ընկավ մեր սրտերի մեջ, թող դա բերի պտուղ, եւ եկեղեցին թող որոշի պատմությունը ինչպես պետք է գրվի, եւ ասում ես իմ եկեղեցին կշինեմ, եւ դժոխքը չի կարող նրան հաղթել։ Շատ մարդ պետք չի, 2-3 հոգի, եթե միանան, միաբանվեն, համաձայնվեն իրար հետ, ինչ որ խնդրեն կամ երկրի վրա ինչ որ կապեն, երկնքում կապված կլինի, Տերը կաջակցի, Տերը կօգնի իր ժողովրդին, իր եկեղեցուն։ Տերը չի կանչել ինձ ծառայեմ իմ շնորհքով, իմ խելքով, իմ ուժով եւ իմ կարողությամբ, Տերը ինձ կանչել է, որպեսզի ավետարանը դնի իմ վրա, այդ հոգսը, այդ բեռը, այդ քաղցր եւ թեթև բեռը, լուծը իմ վրա դնի, որ իր շնորհքն էլ անի։ Արա մեր մեջ այն, ինչ որ դու ես ուզում։ Արա այն ինչ որ քո կամքն է, մեր կյանքերի մեջ Հայր։ Այն ներկայությունը եւ այն օծությունը, որ դու տվել ես մեզ, ավետարանը քարոզենք զորությամբ եւ իշխանությամբ։ Թող բարձրանա մեր սրտերի մեջ Տեր մղումը, ներգործի մեր մեջ, կամենանք անելու այն ինչ որ դու ես կամենում։ Եվ ես խնդրում եմ Տեր, մեր Փեսայի համար, որ դու աշխատես, շարունակես աշխատել իր կյանքի մեջ։ Իր IQ-ն ինձ համար ոչ մի բան է, ինձ համար կլորիկ 0 է, իր խելքը, իր իմացությունը դա 0 է ինձ համար, եթե ինքը չի ճանաչում Հիսուսին։ Ես աղոթում եմ, որպեսզի այդ կարողությունները, որ ունի ինքը, օժտես քո շնորհքով ավետարան քարոզելու համար,
ավետարանի ջատագով դառնալու երբնը Տեր, օգտագործի Տեր իմ սիրելի եղբորը իր ընտանիքին, ցույց տալու շատ պարսիկներին ճշմարտությունը, ճանապարհը եւ հավիտենական կյանքի ուղին։ Սիրելի Հիսուս, այստեղ այս վայրը ամեն մեկի սրտի մեջ ձևավորի կոչումը, կանչվածությունը, մղումը, դիր, որովհետև մի օր ես էլ նստած եմ եղել այստեղ, մի օր ես էլ նստած եմ եղել եկեղեցում եւ դու ինձ կանչել ես ավետարան քարոզել, ծառայեմ մարդկանց, ցույց տամ փրկությունը, սովորացնեմ, ինչպես Ալֆրեդ եղբայրն ասեց, սովորացրեցինք եւ նրանք գնացին իրանց գործատերերի մոտ եւ ավետարան քարոզեցին։ Դա գործ կառաքելոցն է, ժողովուրդ, որովհետեւ Պողոս առաքյալն է վերցեց 12 հոգի դիվրան կոչված դպրատանը եւ 3 տարի կրթեց նրանց եւ 3 տարի հետո ուղարկեց եւ ամբողջ աշխարհը տակնու վրա արեցին։ Թող այստեղ յուրաքանչյուր մեկը կարողանա ընդունել դա, կարողանա ասել քեզ այո, կարողանա քեզ ասել Տեր, ահա ես, ինձ ուղարկիր, ես ուզում եմ լինել այդ մարդը, հրաշքները, նշանները թող դրանք ուղեկցեն մեզ Տեր, մեր հետևից հետևեն մեզ եւ հայտնվի Տեր Հայաստանում բոլոր պարսիկներին, երազների միջոցով, նշանների միջոցով, հրաշքների միջոցով, տեսիլքներ տուր, ցույց տուր քո փառքը, հրաշքներ, բժշկություններ, ամբողջելի հիվանդությունները, դա քեզ համար ոչինչ է։ Մենք շատ ենք տեսել դա Տեր, որ դու անում ես։ Մտի Տեր այդ ժողովրդի մեջ, թող ավետարանը քարոզվի զորությամբ, ավետարանը քարոզվի մեծ ուժով, ավետարանը քարոզվի նշաններով եւ հրաշքներով, ավետարանը քարոզվի ինչպես Սամարիայում Փիլիպոսը քարոզելով եւ դեմոնստրացիա անելով մեծ հրաշքներ, դևերը աղաղակներով դուրս են գալիս, մարդիկ ազատագրվում եւ բժշկվում էին, փրկվում էին մարդիկ, բերում եւ այրում են բոլոր կախարդության միջոցները եւ խոստովանում են, որ Հիսուս Տեր է։ Մենք ես փառք ենք տալիս, Հայր Հիսուսի անունով, մենք ես փառք ենք տալիս, հալելույա, արժանի ես դուն, Հիսուս արժանի է ժողովուրդ, հալելույա, Հիսուս, արժանի ես, մեր Տեր, մենք խոնարհվում ենք քո առջև, մենք իջնում ենք քո առջև, որպեսզի դու բարձրանաս, հալելույա, եւս մեկ անգամ շնորհակալ եմ Տիրոջից ձեզ համար, Տիրոջից շնորհակալ եմ եւ գոհ եմ, որ ճանաչեցինք իրար, Տերը տվեց այս ծանոթությունը, թող սա զարգանա, թող սա շատանա, թող սա ավելանա, դառնանք ավելի հարազատ եւ մոտ, Հիսուս, նրանցից ումից մենք մերժվել ենք, քեզանից գտնվեցինք եւ ընդունվեցինք, այսօր դա տեղի ունենում, մենք ընդունվեցինք, Հիսուսի անունով, եթե դուք չգիտեք ինչի համար եմ ես ասում, Տերը գիտի, շնորհակալ եմ, այցելի ժողովրդին,